Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այսօր ես շարունակում եմ հայերի սխալները եւ ինչ անել խորագրի ներքո զրույցներ Փաշինյանի հետ։ Հարգելի Փաշինյան, բարև ձեզ։ Ես մի քանի անգամ դիմել եմ ձեզ, բայց պատասխան չեմ ստացել։ Չեմ պատկերացնում, որ ձեզ չի հասել իմ ելույթները, քանի որ նրանք շատ ակտուալ են, շատ կարևոր։ Առաջին իմ խնդրանքը ձեզ եղել է այն, որ ինձ հետ կապվեք եւ հաստատեք խոսակցության մեջ բռնվենք, ես մի քանի հարց ունեի ձեզ տալու, դա եղել է 44 օրյա պատերազմի ժամանակ, դիմել եմ եւ ձեզ եւ Ալիևին, բայց ոչ դուք, ոչ Ալիևը չհամարձակվեցիք մի հասարակ հայի հետ բանավեճի մեջ մտնել։ Ես դες չէի վիրավորելու, վախելու բան ես ունեի, դուք ինձնից վախելու բան չունեք, բայց այսօր ես հաշվում եմ, որ համարում եմ, որ դուք երկուստ էլ վախեցաք ինձնից։ Այժմ ես անցնեմ երկրորդ հարցին։ Անցան ժամանակ եւ ես խնդրեցի, որ ձեզ որ դուք բացատրեք, թե ինչպես եք բացատրել, թե ինչ է նշանակում դոմպել բառը ձեր փոքրիկ արփին, քանզի իմ թորնիկը նույնպես արփի տարիքին է եւ նա ինձնից խնդրում է բացատրեմ, թե ինչ է նկատի ունեցել մեր սիրելի վարչապետը, երբ ասել է դոմպել բառը։ Դուք չբացատրեցիք, չպատասխանեցիք։ Այժմ ես երրորդ անգամ եմ ձեզ խնդրում։ Բացատրեք, խնդրում եմ, ինչ է նշանակում կզծնել բառը։ Հայերենում այդպիսի բառ չկա։ Ես քանդեցի, ուղղակի քանդեցի, քրքրեցի աճարյանական, աբեղյանական եւ այլ բոլոր հայկական բառարանները, բայց չգտա այդպիսի բառ։ Նույնիսկ որոնեցի մեր մեծերի, գրողների, բանաստեղծների, փիլիսոփաների աշխատություններում այդպիսի բառ չգտա։ Այժմ ես խնդրում եմ ձեզ նորից, բացատրեք, թե ինչ նկատի ունեք այդ բառը ասելով եւ որտեղից եք վերցրել այդ բառը եւ ինչպես բացատրեցիք դրա իմաստը ձեր փոքրիկ սիրելի արփին։ Ես էլ ուզում եմ բացատրեմ իմ թորնիկներին, թե ինչ է նշանակում հայերեն այդ բառը։ Խնդրում եմ ձեզ, որովհետև դուք ձեզ համարում եք հայոց լեզվի մեծ մասնագետ, ես ելումից պետք է իմանամ այդ բառի իմաստը, եթե ոչ ձեզնից ես գտա բառեր կռել, կզել, ճկել, բայց կզծնել բառ չգտա։ Խնդրակս խնդրում եմ կատարեք։ Եթե դուք չպատասխանեք, ես ավելի վատ կարծիք կունենամ։ Խնդրում եմ բացատրեք։ Եթե դուք չեք նայել իմ ելույթը, ապա ես համոզված եմ, որ ձեր շրջապատից որևէ մեկը կնայի եւ ով կնայի, խնդրում եմ հասցնեք պարոն Փաշինյանին։ Այսքանը այսօր կշարունակեմ մյուս զրույցները ձեզ հետ։ Ցտեսություն։